սակագնի բարձրացման բոյկոտի համատեքստում, քանի որ բոյկոտը տապալեցին Թևանյան Անդրանիկը եւ Հայկ Մանուկյանը, քանի որ Հայաստան տոտալ քաղաքական անպատասխանատվություն է, ոչ մեկ չի ելնում, չէ՞, ասի վայ կներեք մենք տապալեցինք, ժողովուրդ ջան, գալաթ ենք արել, մի խոսքով հիմա արդեն չստացվեց։ Իսկ իշխանությունները անցել են կոնտր ատակայի արդեն պրծած վիճակով, հիմա արդեն տուգանք է հասնելու բոլոր այն մարդկանց, ժողովուրդ ջան, ովքեր որ չեն մուծի 150 դրամ։ Այսինքն այն ազնիվ մարդիկ, ովքեր գաղափարապես բոյկոտին էին մասնակցում ու մնացին իրանք մենակ, քանի որ քաղաքական ուժերը նորից լուզերի նման տապալեցին քաղաքական բոյկոտի տրամաբանությունն ու բոյկոտը առհասարակ, մնացին մենակ պետության դեմ։ Հարցեր ինձ եք տալիս, ինչ կլինի, եթե ինչ եղավ սենց։ Շատ պարզ եղավ, ժողովուրդ ջան։ Նույնը եղավ դիմադրության շարժման ժամանակ, երբ որ դիմադրության շարժումը մարեց, դիմադրության շարժման սաղ մասնակցած ջահելներին տարան բանակ, կանչեցին Եռամսի հավաքների, պատիժ որպես նաև նրանք ասում էին դա։ Ոչ մեկ հետևներից չգնաց։